Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ հայկական կինոն դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Շուտով հայկական ֆիլմերի ստեղծագործական թիմերը կքայլեն միջազգային կինոփառատոնների կարմիր գորգերով, ձեռք բերելով նոր հնարավորություններ, համագործակցություններ և ճանաչում տարբեր երկրներում։ Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են ինչպես երիտասարդ կինոգործիչների զարգացմանը, այնպես էլ հայկական մշակույթի և ինքնության ներկայացմանը համաշխարհային հարթակներում։ Հզոր թիկունք ունենք առաջի անգամ, որի միջոցով մենք կարող ենք համարձակ, հավակնոտ, չվախեցող ծրագրեր մտածել եւ իրականացնել, որովհետեւ դա է, այդ մարդու ուղերձն է դա, կանգնեք ուղիղ, ձգեք ձեր գոտիները, որ առաջ շարժվեք ուժեղ, ոչ մի բանից մի վախեցեք, արեք ձեր գործը։ Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի խոսքով Հայաստանը վերջին անգամ հեղինակավոր միջազգային մրցանակի արժանացել է 1982 թվականին Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմով, երբ Գալիա Նովենցը պարգևատրվեց լավագույն կնոջ դերակատարման համար։ Իսկ դու Ռուբեն տղա, լույսը վառել եմ ու պիտի վառեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի վառեմ։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության շրջանակում ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան մշակել է հստակ ռազմավարություն Հայաստանում շահութաբեր և մրցունակ կինոարտադրություն ձևավորելու համար։ Ֆիլմարտադրողների ֆեդերացիայի հետ գործակցությունը իմ համար առանձնահատուկ կարևորություն ու նշանակություն ունի, որովհետև ուզում եմ շեշտել, որ մեր համար սա պարզապես բարեգործություն չէ։ Մեր համար սա ազգային արժանապատվության, ազգային ինքնասիրության վերականգնման հարց է։ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի և ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի համագործակցության հուշագիրը կնքվել է 1 տարի առաջ։ Այս ընթացքում արդեն արձանագրվել են շոշափելի արդյունքներ։ Հայկական պատվիրակությունը մասնակցել է Կաննի կինոփառատոնին, միջազգային հանրությանը ներկայացրել Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Կինոռեժիսորի խոսքով նախաձեռնության նկատմամբ սպասումները մեծ են և այն լայն արձագանք է գտել մասնագիտական շրջանակներում։ Հիսուս Քրիստոսի արձանը իսկապես մեծ դրական ազդեցություն ունելու կինոինդուստրիայի վրա։ Մենք տաղավարում ունեցել ենք, գիտենք վերաբերմունքը բոլորի տարբեր կրոնների մարդկանց, որ գանք Հայաստան, եւ սա միջոց է բերելու, ստեղ կապերը ամրապնդելու եւ հայկական կինոն արտահանելու դուրս։ Համագործակցության շնորհիվ Հայաստանը ներկայացված էր նաև Վենետիկի ֆիլմարտադրողների ոսկե ակումբում։ Այս տարի հիմնադրամին են ներկայացվել նոր ծրագրեր, նպատակ ունենալով ընդլայնել միջազգային ներկայությունն ու ամրապնդել հայկական կինոարտադրության դիրքերը համաշխարհային հարթակներում։ Իսկ Քրիստոսի արձանի նախագիծը շարունակում է մնալ միջազգային հետաքրքրության կենտրոնում, ոչ միայն որպես ճարտարապետական բացառիկ նախաձեռնություն, այլև որպես մշակութային ու խորհրդանշական ուղերձ աշխարհին։ Ես առիթ ու երջանկություն եմ ունեցել ձեր հետ միասին Վենետիկում արտադրական կամուրջի շրջանակներում հանդիպել տարբեր ֆիլմ արտադրողների հետ, որոնք որ բացարձակ գոհունակությամբ էին նշում, որ սա ֆիլմերի նկարահանումների ֆանտաստիկ նոր լոկացիա է դառնում, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չի, որ օրինակի համար Բրազիլիայում հենց հատկապես Հիսուս Քրիստոսի այնտեղ տեղակայված արձանի արկայությունը համաշխարհային ֆիլմ արտադրողների ուշադրությունը մշտապես գրավում է հենց իր այդ գեղեցկության, այդ տեսարանի շնորհիվ։ Հուսամ, որ առաջիկայում հատիսի գագաթին տեղադրվելիք Հիսուս Քրիստոսի արձանի տեղակայումից հետո Հայաստանը եւս մի նոր ու գեղեցիկ լոկացիա կունենա համաշխարհային ֆիլմ արտադրողների ուշադրությունը գրավելու համար։ Նախաձեռնողների խոսքով ծրագրերի իրականացման շնորհիվ 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի ունենալ ծախսածածկվող կինոարդյունաբերություն, իսկ 5 տարի անց ձևավորել լիարժեք շահութաբեր կինոարտադրություն։ Պարոն Ծառուկյանի հստակ համոզումն է, որ աշխատասենյակներում նստած պաշտոնյաներից որևէ մեկը չի կարող այն կատարելությամբ տիրապետել ոլորտի խնդիրներին, որոնց ինչպես որ տիրապետում են տվյալ ոլորտի ներկայացուցիչները։ Համագործակցության հուշագիրը եռամյա է։ Առաջիկայում նախատեսվում է կյանքի կոչել նոր ծրագրեր, շարունակելով միջազգային հարթակներում հայկական կինոյի առաջխաղացումը։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս տարի եւս ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Հայաստանը կներկայացնի Կաննի կինոփառատոնում։ Ալլա Դավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։